ձեր քննարկմանն է ներկայացվում Երևան քաղաքի հավաքանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին 267 են որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը Երևան քաղաքի հավաքանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի 265 որոշման բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ շինություններում աղբանության վճարի դրույքաչափի հաշվարկման մեթոդի սահմանումից հետո աղբանության վճարողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով առաջարկում է սահմանել աղբանության վճարի արտոնություն որոշակի խմբերի անձանց, ինչպես նաեւ ամսական մինչեւ 10 կՎտ էլեկտրաէներգիա սպառող եւ առավել մեծ մակերեսով, այսինքն միջինացված ցուցանիշը գերազանցող բնակելի նպատակային նշանակության շենքերի եւ շինությունների սեփականատերերի համար մասնավորապես առաջարկվում է Արցախյան պատերազմների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին պատկանող բնակելի նպատակային նշանակության շինությունները մահվանության վճարի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ 0% դրույքաչափի կիրառմամբ տրամադրելով 100% արտոնություն, ինչպես նաև պետական նպաստների մասին օրենսդրության իմաստով միայնակ չաշխատող կենսաթոշակառու համարվող անձանց պատկանող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբանության աշխատանքները կատարելու դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ 0% դրույքաչափի կիրառմամբ տրամադրելով եւս 100% արտոնություն։ Մյուս կետը դա ամսական մինչև 10 կՎտ էլեկտրաէներգիա, այսպես կոչված փակ դռներ սպառող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբանության վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի դրույքաչափի էլի 0% դրույքաչափի կիրառմամբ տրամադրելով 100% արտոնություն, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղբի առաջացումը պայմանավորված է տվյալ տարածքում բնակվող անձանց գործունեությամբ, արտոնության տրամադրման հիմքում դրվել են հետևյալ երկու ցուցանիշները, մյուս կետով, առաջին Երևան քաղաքում բնակարանների միջին մակերեսը, որը կազմում է շուրջ 70 քառակուսի մետր, դրանից ելնելով 65 քառակուսի մետրը գերազանցող մասով տրամադրվում է արտոնություն եւ երկրորդը այն իրողությունը, որ բնակելի մակերեսի մեծացմանը զուգընթաց բնակվող անձանց թիվը չի ավելանում նույն համաչափությամբ։ Դրանից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետր գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար նախատեսվում է սահմանել 50%-ի չափով արտոնություն, իսկ կանատական բնակելի տների համար, քանի որ իրենց միջին մակերեսը ավելի մեծ է, 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր մակերեսի համար 75% արտոնություն, ինչպես նաև առանձին կանգնած, այսպես ասած, ավտոտնակների համար, առանձին շինությունների համար եւս 100% արտոնություն։ Այսպիսով հաշվի առնելով, որ մինչև 90 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանները կազմում են ընդհանուր բնակարանային ֆոնդի մոտ 90%-ը, կարող ենք եզրակացնել, որ բնակարանների սեփականատերերի շուրջ 90%-ի համար աղբանության վճարը կտատանվի 300-ից 1000 դրամի սահմաններում, իսկ կանատական բնակելի տների համար միջինում 500-ից 1300 դրամի սահմաններում։ Նաև նշեմ, որ նախագիծը ստացել է Արտադրության նախարարության պետական փորձագիտական դերական եզրակացություն եւ սույն նախագծի մասով առարկություններ չեն ներկայացվել։